ինչքան տեսականի են բերել։ Երեխեքի համար լավ զբաղմունք է։ Գիտեք չէ ինչա, պեչենիներից որ հավաքում են։ Սիրուն են։ Այստեղ էլ։ Այս սրանք ավելի հեշտ տարբերակներ են։ Միայն պիտի ներկես։ Բաս սա ինչքան սիրուն է։ Շատ հավես են։ Մարդ չգիտի որը վերցնի։ Սա էլ է լավը։ Բայց կարծում եմ ամենահարմարը այս կարմիր մեքենան է։ Դավիթը կարծում եմ շատ կուրախանա։ Դա ինչ է։ Կաֆե մոկա, երբեք չի հանդիպել։ Նայեք, մեկը վերցնում եք, մյուսը 25% զեղչ է գալիս։ Այլ է փորձել։ Այստեղ ինչքան տեսականի կա, ոյ սիրուն են։ Մեկը մեկից սիրուն է։ Բայց գիտեք չէ ինչքան դժվար է սրանց հավաքելը։ Սա էլ։ Հələ նայենք քանի կտոր ունի։ Օհ, ահա որը։ Դա հավաքել չի լինի։ Օ, սրանք նորություն են։ Ավելի շուտ տուփերն է նոր։ Շատ սիրուն են, տոնական են սարքել ամբողջը։ Արժի 12.29։ Բաս սրանք ինչ սիրուն են։ Տեսնում եք։ Բայց շատ թեթև են։ Սրանք էլ երևի մեջը 2-3 հատ։ 1.79։ Դե սրանցից միշտ Դավիթին վերցրել եմ, գիտեմ արդեն ինչ են, ու միշտ $6 է եղել։ Սրանք էլ։ Օրինակ այս շոկոլադները ես չեմ սիրում, բայց նվերների համար տուփերը շատ գեղեցիկ են սարքում։ Ինչ արժի։ 13.99, $14։ Սրանք էլ 29։ Տեսնենք մեջը բան կա։ Բավականին թեթև է։ Մի հատ Դավիթ սպասիր ցույց տանք ինչ ես հավաքելու։ Տեսնում եք ժողովուրդ ինչ գեղեցիկ մեքենա է։ Մնում է ստացվի հավաքել։ Ինչ արի։ Ճղայցիր, զգուշ հանիր, որ հանգարտ չկոտրվի։ Դա ինչ է, սոսինձ։ Չէ ներկա։ Էս է սոսինձը։ Հա։ Էս ինչ է։ Էս իսկի ուտելի է։ Ինչ է, նա տեսնեմ։ Այ նկարի վրա պիտի տեսնեինք սա ինչ է։ Մի հատ շրջի մյուս կողմը։ Հա, էս է։ Հա, տեսար, իզուր նկարը պատրեցիր։ Լավ, ինչև է։ Սպասիր, հիմա ամբողջը հանում ենք։ Մի հատ արկղը տանենք այն կողմ։ Սպասիր, Դավիթ։ Սա ամեն դեպքում պահում եմ, որը հերթականությունը նայեք, այստեղ կա։ Բացի։ Կոտրենք։ Դա որն է, օ դա կողքերն է, զգուշ չկոտրվի։ Մեքենայի կողքերն է։ Դիմացն է։ Էս Կսպասի։ գիտեմ առաջն է։ Այ դրա համար էի ասում, մի հատ սա։ Մի հատ սիրուն փակի նայենք։ Նա ինչն է, Դավիթ, այստեղ։ Օ, հեսա դա, հատված ցույց է տալիս, սա էլ։ Նայ, օ լավ իմացանք։ Մեջտեղի մասերն է։ Դավ ջան, նայ, всё խնդիր չի։ Այո, նայ, սա, հեսա ցույց է տալիս, սա։ Այս սա է լինելու, սպասի, բայց գուշ չկոտրվի։ Սա կոտրեցինք։ Դավ պիտի ձեռք չտաս, չորանա սա։ Չի ելնում։ Հա դե սպասիր։ Ոնց պետք է սպասեմ, եթե չի ելնում։ Ամեն անգամ ասում եմ, էլ չեմ գնելու։ Նորից գնացի ու առասա։ Ախր շատ սիրուն էր։ Նայեք, պետք է 15 րոպե այսպես մենք բռնենք, կանգնենք, դրա համար ափսեները դրել եմ, որ պահի չընկնի։ Հա, դա համբերություն չունես։ Իրականում շատ երկար է այս process-ը տևում, դրա համար նեղվում է։ Պիտի սպասի մի հատվածը չորանա, նոր մյուսը հավաքի։ Դա այնտեղ շատ ավելի հետաքրքիր բաներ կային։ Ուզում ես միասին գնանք նայենք վաղը։ Ինչ կար, տուն կար։
պատրաստի կային։ Ու բացի դա էլ փոքրիկ եղևնիներ կային։ Պարզապես կարմիր գույնը գրավեց էլի մեքենայի։ Լավ, տեսնենք ուր ենք հասնում։ Սա էլ ժողովուրդ վերջնական արդյունքը։ Սիրունա, չէ՞։ Շատ։ Ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս սա գնել, նմանատիպ բաներ գնել։ Մի հատ մեր մռայլ առավոտյան եղանակը նայեք։ Մի հատ նայեք ժողովուրդ, առավոտյան ինչ մռայլ էր ու հիմա ինչ պայծառ երկինք է։ Բարևը։ Ու եկեք հիմա մի հատ մեր տոնածառը ցույց տամ, որ հեչ չի համապատասխանում այս եղանակին։ Մեր եղանակն ու տոնածառը անհամատեղելի են։ Ժողովուրդ գնում եմ մատներս նորից փոխելու գույնը։ Արևը չի թողնում տեսնեք։ Բայց ուզում եմ ավելի տոնական լինի, բայց չեմ կողմնորոշվել, մուգ գույն եմ ուզում։ Կարծում եմ լավ կանեմ կտեսնեք։ Տեսնում եք մեզ մոտ նորից անձրևային մռայլ եղանակը։ Քրիստմասի նման։ Հիշում եք ցույց եմ տվել։ Տեսակ ժողովուրդն է ռոմանտիկ եղանակը։ Խնդրում եմ չնախանձեք։ Այո, մեզ մոտ այսպես էլ է լինում, որ միշտ արևոտ չի, անձրևներ են գալիս, բայց շատ կարճ ժամանակով։ Վաղվանից նորից արևոտ եղանակ է լինելու, բայց դեկտեմբերի 31-ից նորից մի քանի օրով սկսվում են անձրևներ։ Անկամ մի քանի օր առաջ, որ գնում էի եղունգներս սարքելու, բողոքում էի, թե մեզ մոտ ինչքան տաք է, որ այս եղանակը հեչ չի համապատասխանում տոնածառի հետ։ Օ, եղունգները ձեզ չեմ ցույց տվել, չէ՞։ Այդ օրը Դավիթ եկավ, տեսնում եք, ինչ գեղեցիկ տոնական գույն եմ ընտրել։ Հա տոնածառս տեսնում եք ինչ գեղեցիկ է ստացվել։ Իմ շորտ վիդեոյում նայել եք, որ ես տոնածառ էի պատրաստել, մանկապարտեզի համար էր դա։ Եվ այս բանտիկներից էի վրան ամրացրել, այդպես ավելացա, որոշեցի ես էլ այդպես սարքեմ իմ տան տոնածառը։ Սիրունա, չէ ժողովուրդ։ Այս տարի որոշեցի խաղալիքներ չանել, անգամ այս բանտիկները չէի ուզում ամրացնել, որովհետև երեկոյան ժողովուրդ շատ գեղեցիկ է, երբ ոչ մի բան վրան չկա, միայն լույսերն են վառվում։ Նաև այս բանտիկների տոնածառը կդնեմ, եթե իմ շորտ վիդեոներում չեք տեսել, կտեսնեք։ Christmas time was so grand, love and laughter hand in hand. Jingle bells fade away. Merry Christmas, hooray! Եվ խնդրում եմ կոմենտներում գրեք, տեսնենք գեղեցիկ է այսպես, օրինակ դուք հավանում եք, որ խաղալիքներ չկան, միայն բանտիկներ են։ Ուրեմն ոնց եղավ, որ մենք որոշեցինք այս մեծ տոնածառը գնել։ Դավիթը, չգիտեմ, եթե գտնեմ կդնեմ, թե մենք ինչ փոքրիկ տոնածառ ենք ունեցել։ Ուրեմն ամեն տարի այդ տոնածառը զարդարում էի, Դավիթը շատ գոհ էր, բայց քանի որ հիմա մեծացել է, ասում եմ, մամ, այդ տոնածառը ինձ համար շատ փոքր է։ Ես մեծ տոնածառ եմ ուզում, բայց քանի որ տեսնում եք իմ տունը շատ մեծ չի, ես չէի ուզում մեծ տոնածառ, բայց հիմա հասկանում եմ, որ շատ գեղեցիկ է ու իզուր չէի ուզում։ Այդպես, հիմա մեր այս մռայլ ամպամած եղանակը բամի հատ չջերմացնենք սուրճով։ Որ բաժակով խմենք ժողովուրդ, իմ այս գեղեցիկ բաժակով։ Չէ, ես դեզանից նեղացած եմ, իդեպ ոչ ոք չէր նշել։ Ես խնդրել էի մի հատ նշեք, գնահատեք, հավանում եք իմ այս բաժակը թե ոչ ոք չէր նշել, դրա համար մենք այս բաժակով չենք խմի։ Ես չեն հավանել բաժակ ջան։ Այս միսով խմենք։ Դա ամենակլասիկ ու գեղեցիկ բաժակն է, որը ես շատ եմ սիրում։ Իդեպ այս բաժակը դրեցի մայկրովեյվի մեջ ու գիտեք ինչ եղավ, նախ մատներս վառեցի, որովհետև պարզվեց,
դեղինը շատ կլանում է տաքությունը, անմիջապես կպա ու 3 մատներս վառվել էր, ամբողջը փուչիկ էր եղել եւ հիմա փորձեմ ձեզ ափսեն ցույց տալ, կարող եք ցելը։ Օ, նայեք։ Տեսնում եք, ափսեով էի դրել, տեսնում եք ոնց է ճաքել։ Ամբողջ ափսեն այսպես ճաքել է։ Ինչևէ, ասեմ, որ դուք էլ զգույշ լինեք, հանկարծ իմ նման չվառվեք։ Եվ որ սուրճը դե ասեք, գիտեք իմ ամենասիրված սուրճը որն է։ Իհարկե, Փարիզյան։ Առանց այս սրա էլի։ Ինձ թվում է Փարիզյան սուրճը ինձ պիտի հովանավորի։ Տարիներ շարունակ ես իրեն սուրճը գովազդում եմ։ Չէ՞։ Դուք ներկա ու վկա։ Լավ, սուրճը լցնենք, արդեն ջուրը եռում է։ Ժողովուրդ, դուք ինչ եք պատրաստել այսօր։ Ամեն օր մտածում եմ ինչ պատրաստեմ։ Քանի որ Դավիթը ոչ մի բան չի ուտում, հիմա այսօր առավոտվանից ինձ ասում է մամա գնանք Angry Chicks։ Գիտեք, չէ՞, մի անգամ իմ վլոգում ցույց եմ տվել, որ մենք գնում ենք հաբիկներ են կծու, հաբի դոշնա, ինչա, չգիտեմ, բուրգերա, մի հատ էլ ուրիշ հացի վրա պարզապես դրված, բայց իրոք շատ համեղ են պատրաստում։ Անցյալ անգամ էլ որ գնացել էի մատներս սարքելու, Դավիթը դասից հետո եկավ այնտեղ, դրա համար վլոգս կիսատ մնաց։ Նորից գնացինք իր ուզած այդ տեղը, հաց կերավ, այդպես վլոգս չկարողացա վերջացնել։ Ժողովուրդ, որոշել եմ կամինի կողքը նստել, ինչ եք կարծում, բուխարի, համ տաք կլինի, չնայած մեր տունը բավականին տաք է, եւ մի հատ տեսեք ինչ սեղանիկ եմ այստեղ փոքրիկ դրել։ Ի վերջո տոնա, չէ, մի հատ տոնական էլեմենտ պիտի լինի, իսկ իմ հետնամասում կլինի տոնածառը գեղեցիկ։ Օ, ես ինչ հեռու եք դուք։ Մի րոպե։ Հիմա ոնց է ժողովուրդ, հուսով եմ լավ է։ Այս շողկը խանգարում է։ Օ, դուք սուրճս չեք տեսնում։ Ամենակարևոր պահն է դա։ Չէ՞։ Տոնածառս երևում է, ես երևում եմ, սուրճս երևում է։ Միկրոֆոնս կարևորը միացված է եղել, այսքան ժամանակ ինձ լավ լսել եք եւ անցնենք սուրճը վայելելուն։ Ժողովուրդ, հատուկ պահել եմ, որ ձեզ ցույց տամ, որ երբեք այս Դուբայի շոկոլադը չգնեք։ Հələ մի հատ նայեք, ուշադիր, հանկարծ երբեք չգնեք։ Եթե վստահում եք իմ ճաշակին, ուրեմն սա բոլորովին ուտելու շոկոլադ չէր։ Այսպես, պատկերացնեք, մի փոքր հատված եմ այստեղից կոտրել, համը տեսել։ Բայց չէ, ուտելու չէր։ Նորից մեր հին տաշտակին։ Սուրճը վայելենք ու մտածեմ Դավիթին տանելու մասին։ Սպասում է, սոված, սպասում է, որ միասին գնանք հաց ուտի։ Չնայած առավոտյան հաց ա կերել, բայց հիմա արդեն ժամը կներեք, նայեմ ասեմ։ Օ, ժամը արդեն 5-ն է։ Առավոտյան ասելով 12-ին էլի, եթե մարտ ժամը 11-ին արթնանում, այդ ժամին մենք իհարկե երբեք նախաճաշ չենք անում, 12-ի կողմերը հաց ենք կերել, ուրեմն նորմալ է էլի։ Սա այնպես փակեցի, ոնց որ ես մեկով բավարարվող էի։ Ինչևէ, բայց ես ոնց եմ հոգնել այս ուտելիքներից, միանման մսային մեծ սիրով սուպ կպատրաստեի, անցյալ անգամ ամուսնուս ասում եմ, «Օն մի հատ սպաս սարքեմ ուտենք», բայց որ մենակ ես պիտի ուտեմ, նա տանը չի, ինձ համար մի տեսակ ալարում եմ։ Չնայած բարդ բան չի էլի սպաս պատրաստելը։ Օ, իդեպ, Քրիստմասից առաջ մենք հյուրեր ունեինք, ժողովուրդ։ Այս բանտիկը ոնց որ իմ գլխի համար լիներ, չէ՞, էլի նայեք։ Ինչևէ, մի քիչ հետ նստեմ։ Ուրեմն հյուրեր ունեինք ու ինչ համեղություններ էինք պատրաստել։ Կարելի ասել մինյուն ամուսնունս էր, նա էր որոշել, բայց ես միանշանակ միջամտեցի, օգնեցի իրեն։ Կոչվում է լապշանքով, դա գարան ոտիկներն են, թե բդիկներն են, նենց չգիտեմ ինչ ասեմ, ամեն դեպքում նկարել եմ, ցույց կտամ, շատ համեղ է, շատ։ Եվ բիբարով
քեբաբի միսը, բիբարի վրա ավելի շուտ քեբաբի միսը փաթաթած։ Կարծում եմ բոլորը կերել են, իմ միջավայրում բոլորը փորձել են, բայց ուզում եմ, որ դուք էլ տեսնեք, դա դրվում է ջեռոցում, ամբողջը նկարել եմ, ցույց կտամ, եւ արդյունքն եմ նկարել եւ սկիզբը։ Այնպես որ նայեք, եթե կցանկանաք դուք էլ պատրաստեք, իրականում շատ համեղ է ստացվում, շատ համեղ։ Մի հատ նայեք, ինչ համեղություն ենք պատրաստում։ Սա գարի թևերն են ու նայեք ոնց ենք պատրաստել։ Այսպես խաշել ենք։ Հիմա սա տեղադրելու եմ ջեռոցը։ Վրան իհարկե հեսա կլցնեմ, ամեն ինչ կտեսնեք ինչով եմ ծածկելու, նոր հետո դնեմ ջեռոցը։ Ուրեմն, ամբողջը ծածկում եմ գունավոր պղպեղով։ Մի հատ էլ կծու պղպեղ։ Առատ սոխ։ Սա շատ համեղ է սարքում։ Սխտոր։ Հիմա այս ջուրը բացելու եմ տոմատով եւ լցնեմ վրան։ Տեսնենք ջուրը ինչքան է, տեսնում եք ինչքան է ջուրը, համարյա որ իրեն ծածկում է։ Սա միսն է, որը սա միսն է, այսպես համարյա ծածկում է, որ փափուկ մնա։ Վերջ հիմա կդնենք ջեռոցը։ Սա է ժողովուրդ շատ համեղ է, ուրեմն կանաչ պղպեղի վրա քեբաբի միս է հավաքած։ Նորից պիտի դնեմ ջեռոցը, վերջում ցույց կտամ տեսքը։ Մատները սպիտակի վրա չի ավելի գեղեցիկ երևում։ Իրենց Instagram-ը կնշեմ, ովքեր ցանկանում են կարող են օգտվել, բացատրությունների բաժնում կնշեմ։ Օրինակ այստեղ գիտեք ինչն եմ ժողովուրդ շատ սիրում, որ բոլոր տոներին մեծ զեղչեր է արվում, որպեսզի ամեն ինչ մատչելի լինի բոլորին։ Օրինակ Հայաստանում հիշում եմ, այդ օրերին բավականին ամեն ինչ թանկացնում էին, իսկ այստեղ ընդհակառակը, այնպես են անում, որ բոլորին հասանելի լինի։ Օրինակ խաղալիքների հետ կապված, չնայած հիմա որ գնանք Դավիթի հետ հաց ուտելուց հետո որոշել ենք գնանք նորից խանութներով ման գալ ու եթե տեսնեմ այս բանտիկ այնքան սիրուն է երևում։ Ինչևէ որ տեսնեմ Դավիթ խոսում եմ դու ինձ խանգարում ես։ Որ տեսնեմ ինչ որ բան մնացել է, որովհետև սովորաբար զեղչերից հետո բոլոր պոլկաները դատարկ է լինում, ես կոնկրետ խաղալիքների մասին եմ ասում, որովհետև ինձ հետ պատահել է էլի անցյալ տարի, թե նախանցյալ տարի, երբ գնացի ոչ մի բան չէր մնացել ու նշված էր, որ զեղչերը մինչև վերջին օրը դեկտեմբերի 25-ն է։ Այստեղ երևի թե Քրիստմասից հետո էլ տոններ չի, բայց մեզ համար եւ Քրիստմասն է տոն, եւ Նոր տարին։ Ես իրականում մի այլ կարգի սիրում եմ Քրիստմասը։ Ինչևէ, միասին կգնանք, կփորձեմ նկարել, եթե բան է մնացել, ցույց կտամ։ Այդպես։ Քրիստմասին հավաքվել էինք ամուսնուս քրոջ տանը, բոլորս մեր նվերները ստացած եկել ենք։ Իսկ նոր տարին տանը չենք անելու, որովհետև ասել եմ, չէ, մենք շատ ենք արդեն բարեկամներով, ոչ մեկիս տանը չենք տեղավորվի։ Ինչևէ, կնկարեմ, ընթացքը ցույց կտամ ձեզ։ Այդպես հիմա երևի վեր կանամ Դավիթին տանեմ, ամենաառաջինը մի հատ հաց ուտի, հետո նոր խանութներով գնանք, որ ինձ չխանգարի։ Ձեզ հետ խոսում եմ ու նայում եմ, որ ինձ էլեմենտներ են պետք, որովհետև իմ դեկորացիաների բատարեյները նստել են։ Ես ամբողջ օրը միացված եմ թողնում, գիշեր, ցերեկ, որ տոնական տրամադրությունը միշտ ապահովեմ։ Ինչևէ,
մի քանի բաներ կան, որ իրոք երեք պատկերացնում եք, ես նման բան չէի տեսել։ Բոլոր խանութները փակ էին, բոլոր։ Ես ու Դավիթը դուրս էինք եկել երեկոյան, որոշեցինք մի հատ տանից դուրս գալ, պտտվել, հետո որ տեսանք բոլոր խանութները փակ են, գնացինք Highland, ման եկանք, Դավիթին պիցա օրդեր արեցի, բոլորը փողոցներում քայլում էին, շատ գեղեցիկ էր, լուսավոր էր։ Ինձ թվում էր, թե Քրիսմասին բոլորը պիտի իրենց ընտանիքներում լինեն, տանը լինեն, բայց ոչ, մարդիկ կային, որ դրսում շատ լավ ժամանակ էին անցկացնում, որովհետև երեք ասացի, չէ, որ լավ եղանակ էր, անձրև չկար։ Մի քանի նվերներ ունեմ փաթեթավորելու։ Երևի թե բան չունեմ անելու։ Եվ նոր տարվա համար մի քանի գնումներ ունեմ կատարելու, որ ինձ հետ պիտի տանեմ։ Դե հագնվի, որ դուրս գանք։ Ձեզ էլ ինձ հետ եմ տանում, չմտածեք, դուք էլ եք գալիս։ Նորից աղցան են դրել մեջը։ Օհո։ Ասել եմ, չէ, իրենց սոուսը շատ համեղ է, կարտոֆիլը նմանապես։ Իսկ սա բավականին կծու է։ Համբեկ ջրերը տվել են։ Ես կարտոֆիլ ուտողն եմ, գիտեք, չէ։ Դավջան ուտենք, չէ, քո կարտոֆիլից։ Ախր շատ համեղ է։ Սա մեկ հոգու համար, տեսնում եք ինչքան շատ է։ Ժողովուրդ կարտոֆիլը ավելի համեղ է, հավատացնում եմ։ Հիմա մի հատ փողոց կմտնեմ, որ մի հատ փողոցն է, որ զարդարված է։ Իմ սիրուն է։ Տեսնում եք միայն սա է, այստեղ է գեղեցիկ զարդարված։ Թարսի պես անձրև է գալիս, լավ չի երևում, բայց սա միակ փողոցն է, որ այսպես գեղեցիկ զարդարված է, այստեղ երբեք փողոցներից չես զգա, որ տոն է, հիմնականում այստեղ զարդարում են տները, այդ տներից կարող ես իմանալ, որ տոն է, կամ փողոցներ, որ հատուկ գնում են զարդարածը նայելու, վերջ, այսքանով սահմանափակվեք։ Ես էլ էի ուզում նայեցնի։ Դավիթը ինչպես միշտ իր գնդակը վերցնում է, խաղալով գնում է։ Եկեք տեսնենք խաղալիքներ մնացել են։ Հա։ Դեռ կան։ Գնանք մեծերի կողմ, սա փոքրերի մասն է։ Օ, 40% զեղ չկա ոնց որ, բայց չգիտեմ ինչի վրա է։ Մի հատ նայենք հլի։ Օրինակ։
Օրինակ սա $41 է եղել, հիմա դարձել է ավելի շուտ 41 ու 49, դարձել է 24 ու 99։ Ինչ է սա։ Անկեղծ ասած, հիմա երևի թե բոլորի տեղերը խառնված է, չեմ էլ կարող հստակ ասել սա սրա գինն է, թե ոչ։ Մինչև ամսի 27-ն է զեղչը լինելու։ Կարծում եմ սա է։ Եկեք մի հատ սկան անեմ, հեսա ձեզ անջատեմ, հետո միացնեմ ասեմ, որ հստակ գին ասեմ։ Չէ ժողովուրդ չկարողացա ճշտել, երևի թե իրենց պիտի հարցնենք, որովհետև ես իմ ափով էի սկան անում, ինձ մոտ չի ցույց տալիս այս զեղչերը, բայց սովորաբար ցույց է տալիս։ Ինչևէ գնանք առաջ։ Ուրեմն նայեք ժողովուրդ ինչ կատարվեց։ Հարցրեցի, որ սա, տեսնում եք, սրա գինն է, ինքն էլ սկան արեց իր սարքով, ոչ մեկի գինը չէր սա։ Ու ինչ ասեց, եթե ես սա նկարեմ ու տանեմ այնտեղ, իրենք այս գինը, որ հիմա ցույց է տալիս 27.99, մի անգամից կփոխեն $17.49 կսարքեն։ Բա, այդպիսի բաներ էլ է լինում։ Ու բոլոր զեղչված գների մասն է խոսքը։ Եթե դրված է որևիցե ապրանքի դիմաց, դու դա նկարես տանես, կասայում անմիջապես կփոխեն կսարքեն այդ գինը։ Տեսնում եք, համարյա դատարկ են։ Վայ, այստեղ ոնց են մաքրազարդել։ Հիշում եք ինչքան շատ ապրանք կար։ Հիմա ամբողջը զեղչի տակ է։ 30% զեղչ է հիմա սրանց վրա։ Բայց շատ սիրուն են, արժի նվերի համար վերցնել։ Այնքան քիչ է, երևի մի 4 հատիկ մեջը լինի։ Ժողովուրդ, ով է այս սրանից փորձել։ Երբեք չեմ փորձել, անկեղծ ասած չեմ էլ ուզում։ Բավականին ծանր է, բայց չգիտեմ, սա շոկոլադն է այսպես։ Դրանց վրա կա զեղչեր։ Կարմիրը ո՞րն է, Դավիթ, կարմիր կրեմը ո՞րն է կյանք։ Կարմիր կրեմը նույնն է, ուղղակի բան։ Տոնական են սարքել։ Ես սրանցից վերցրել եմ $5, հիմա դարձել են 3.50։ Մամ, ուզում եմ։ Ո՞րն ես ուզում, տնակը։ Չէ։ Ներկել է, վերցրու։ Դավիթը սա է ուզում ներկի։ Ոնց է, հա, սապոկները։ Զբաղվելու բանը։ Ուտելու։ Չէ, դրանք լավը չեն, սա նվերների համար շատ սիրուն փոքրիկ տուփեր են։ Սա էլ կարծում եմ երեխեքի տոպրակների մեջ դնելու համար։ Մի հատ տեսնենք սա ինչ արժի։ $8.60։ Շատ լավ է։ Սա ճաքած է, թե կոտրված է այս մասը։ Ո՞ր մասը։ Այս մասը։ Okay։ Հա։ Birthday cake։ Դավիթ, ինչ ես կարծում, սա համեղ կլինի։ Ինչի։ Ուղղակի նորմալ է։ Հա։ Մի հատ տեսնենք որը։ Այսի մինչ։ Սա double stuff լավն է, սա ու շիշ ծանր է։ Հա, լավն է սա։ Մի հատ բանը ժամկետը տեսնենք։ Երբ հավերչանում։ Մեկ-մեկ որ զեղչեր են անում այսպիսի, մտածում եմ, որ ժամկետը 26 թվի ապրիլին սպառվում է, բայց մինչև այդ կուտեն։ Սա մայիսին է սպառվում, կարելի է վերցնել 2 հատ։ Ժողովուրդ նայեք, բա սա ոնց չվերցնես, ընդամենը
$6. Մեկին նվեր կտաս։ Ոնց էլ չլինի։ Ուրեմն ժողովուրդ, նայեք, պեչենիները տեսակ չէ, երկու հատը $9։ Այստեղ 6.49։ Սա էլ տեսակ չէ, 5.99, այստեղ 27 խփեց, հետո եկավ չեք արեց, ասես 17-ա, 5 չի, ասեցի տեսեք, ես նկարել եմ, որ ներքևում գրված է $5, իրենք գինը փոխեցին, սարքեցին 5.99, $34-ից, որ իր regular price-ն էր, սարքեցին 5.99, որովհետև ես նկարել էի, որ այս ապրանքի տակ գրված է այս գինը։ Դավիթ, ինչ սիրուն է սարքել, շատ հավես է, ժողովուրդ մի հատ գնահատեք։ Դավիթ, իսկ դու հավանում ես։ Որն ես հավանում։ Դա շատ սիրուն է եղել։ Ես ինչ անուշ հոտեր է գալիս, պահ, պահ, պահ։ Չէ, սա ինչ է, ոչխար։ Չէ, չեմ ուզում, ոչ մի բան ես պահին, հետո։ Չէ, չեմ կարել։ Լավ համոզեցիր, մի հատ կծեմ։ Ունես ինչ մեծ ես պաթատել, ես ոնց կծեմ, հլը մի հատ նայեք ժողովուրդ, ես ոնց կծեմ, սա մի քիչ սիրուն, էսթետիկ։ Իրոք շատ համեղ է։ Մի հատ ժողովուրդ նայեք, Դավիթիս գլխարկը ոնց է, և սա։ Քիչ-քիչ երեխեքը գալիս են, արի դու էլ արի։ Մեսա, 10 րոպեից նոր տարին է։ Այո, մեր ձմեր պապիկն էլ է գալի 10 րոպեից։ Happy New Year! David? Okay. Yes, hammer, David. And David. David. Taste together, and this is for Cheyenne. And I two of them. There are two right there. And David. Again? David. Come, let's keep it down. Now are there more? Don't give me anything. David. For David. David. Oh my god. Felix. Yes. Nina. Nice. Ariana. Everyone. Ժողովուրդ, պատկերացնում եք այս տարվա առաջին բարի լույսն է, հունվարի 1-ն է այսօր, և ես վայելում եմ իմ առավոտյան սուրճը։ Եվ ուզում եմ, որ այս բարի լույսը դառնա ողջ տարվա համար մաքուր մտքերի, բարի խոսքերի և խաղաղ օրերի սկիզբ։ Թող այս 2026 թվականը մեր ընտանիքներ բերի սեր, խաղաղություն, ջերմություն և հավատ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհավոր նոր տարի։
Օ, այսա է շատ սիրում։ Մնմա մնացած նվերները Դավիթ փորձարկենք։ Դավիթ, մի հատ էլ ժամացույցը ցույց տուր։ Դավիթի նվերն է սա։ Տարբեր ֆունկցիաներ ունի, կարող ենք միացնել իր հեռախոսին եւ ինքը այստեղով զանգեր ստանա։ Ժողովուրդ ողջույն, հուսով եմ բոլորդ լավ եք, շատ լավ դիմավորել եք նոր տարին, այսօր մեզ մոտ հունվարի 6-ն է, վերջապես ես բոլորիդ կարող եմ ասել շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Ինչպես տեսնում եք, ես խոհանոցում եմ, մենք այսօր շատ հյուրեր ունենք, այո, նշում ենք Սուրբ Ծնունդը, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Ես մի քիչ խառնեմ, որովհետեւ 1 ժամ է մնացել մինչեւ հյուրերի գալը, դրա համար որոշեցի մի հատարակ ձեզ ողջունել, շնորհավորել ու անցնել գործի։ Կարծում եմ ձեզ հետ շատ երկար չեմ կարող շփվել այսօր, բայց պարբերաբար ցույց կտամ ինչ եմ պատրաստել եւ դեռ սեղանս չեմ զարդարել։ Տեսնում եք, միայն ափսեներն եմ դրել, բաժակներն եմ դրել, բայց դեռ ոչինչ չեմ արել։ Մեզ մոտ հիանալի եղանակատեսակ անգամ դուռը բաց եմ թողել, բայց ոնց որ ինձ մոտ թիթիզ հիվանդությունից է, նասմրկա ոնց որ ինձ մոտ։ Ինչևէ, ես հիմա անցնում եմ գործի, ձեզ հետ շատ խոսել չեմ կարող, որովհետև հյուրերն էլ որ գան, իրենք չեն սիրում, որ նկարում եմ։ Մենյուում ասեմ ինչ կա. ձկնեղեն, 2 տեսակ, կարմիր իշխան եւ սալմոն, կարտոֆիլի պյուրե, քյուֆտայով, սպանախ, ժողովուրդ շատ համեղ է, ամենահամեղ բանն է կարելի ասել այդ սպանախը, էլ ինչ, երևի այսքանը բավական է, չէ, փորա հոհոր չի, ինչևէ, անցնենք գործի, ես պարբերաբար ցույց կտամ, բայց չասեմ, ամենակարևորը, որ գիշերը ես անգամ բլինչիկներ եմ պատրաստել, չնայած, որ ես նոր տարում շատ հանգիստ ու խաղաղ եմ եղել, որովհետև մենք ասել եմ, այստեղ ոչինչ չենք պատրաստում, հավաքվում ենք, օր նշում ենք, հավաքվում ենք, իրար շնորհավորում ենք ու վերջ, իրար տուն գնալ գալ, այդպես չկա։ Հիմա շատ երկար խոսել չեմ կարող, բայց հատվածներ կդնեմ, որ մենք մեր ընկերների տանն ենք շատ լավ անցկացրել, ամսի 3-ին այնտեղ ենք։ Կարծում եմ այս վլոգով ես անցումը 25-ից 26 կեզրափակեմ մի հատ վլոգ կդնեմ, բավականին երկար վլոգ կլինի, որովհետև նախորդ օրերի վլոգներով է գալու։ Ինչևէ բոլորիդ ուրախ տարի եմ մաղթում, թող բոլորի ընտանիքներում լինի սեր, ուրախություն, խաղաղություն եւ ամենակարևորը առողջություն։ Եկեք մեզ սովորեցնենք, չկենտրոնանանք նրա վրա ինչ չունենք, այլ լինենք երջանիկ նրանով ինչ ունենք, գնահատենք վարկյանը, պահը, երջանիկ լինենք պահով ու չսպասենք, որ վաղը պիտի երջանիկ լինենք, ոչ, մենք այսօր արդեն ապրում ենք այդ երջանիկ կյանքը, բոլորիդ պաչիկներ, անցնում եմ գործի ժամանակ չունեմ։ Ուրեմն սա փլավն է, մի փոքր էլ եփի վերջ, պատրաստ է։
Սա նուշի համար եմ անում, նուշը պիտի կարմրացնեմ, բովեմ։ Տեսնում եք ինձ սիրուն գույնա ստացվել, համաչափ բովվել է։ Իսկ հիմա չամիչը։ Սև ու սպիտակ։ Տեսնում եք ոնց է ուռել, բովվել է։ Սա կարմիր իշխանն է, այսպես կանգնացրած եմ իրենց դրել։ Այդպես էլ երևի կտեղադրեմ։ Սա ամենահամեղ կանաչին է, շատ համեղ է ստացվել, տեսնում եք ինչ հյութեղ է։ Սա սալմոնն է, սա մտածում եմ որտեղ տեղավորեմ, երևի առանձին կդնեմ։ Այստեղ արդեն ջուրն է եռում, սա պյուրեն է, որ պիտի պատրաստեմ, որովհետև արդեն կարտոֆիլը խաշվել է։ Բրինձս տեսել եք, չէ՞։ Տեսնում եք ինչ հատիկ է։ Հետո ես կասեմ սա որ բրինձն է, ժողովուրդ, հիանալի բրինձ է։ Ձկնեղենը արդեն եփվում է, ջեռոցում է։ Այստեղ սպանախը տաքացվում է։ Ամեն ինչն էլ այստեղ եմ դնելու տաքացնելու համար։ Ինչ լավ կլիներ մի հատ ձեզ լսեի, տեսնեի այս քյուֆտան ինչ անեմ, ձեռքով խառնեմ, միքսերով։ Միքսերով, Դավիթ ջան։ Մի հատ թարխունի երկարությունը նայեք ու ինչքան սարդ է։ Սրա միայն տերևները պիտի ուտել։ Այս ցողունը չես կարող, շատ պինդ է։ Տեսնում եք, ձայնը լսում եք։ Նայեք, քյուֆտան ես ոնց եմ պատրաստում։ Գթալով այս փոքր չափսերով։ Համ շուտ է եփում, համ էլ հարմար է։ Իհարկե հարթեցնում եմ ջրով, պարզապես այս պահին հարմար չի, այդպես։ Սա արդեն տաքացել է, մի հատ նայենք, շատ համեղ է ստացվել է, շատ։ Թակենք տաք մնա։ Պյուրեն ինչ համեղ է ստացվել, մնում է վայելեն։ Մի հատ նայենք ինչա մնացել դնենք եւ ինչը որտեղ կարող ենք տեղավորել։ Իդեպ սա նոր տարվա բուդն է, մենք էինք պատրաստել, շատ համեղ էր։ Չենք տալիս ոչ մեկին պանիրներս։ Այդպես, տեսնեմ որտեղ ինչ եմ տեղավորում։ Ես իմ տիտանական աշխատանքը ավարտեցի, գիշերվա ժամը 1-ն է, այս ժամը մի ժամ առաջ է, այստեղ էլ ամբողջ մաքուր է, այստեղ էլ նմանապես ամբողջ մաքրեցի, դասավորեցի, որ առավոտյան արթնանամ հանգիստ սուրճս վայելեմ։ Իհարկե դիշվաշերը միացված է, սրանք լվացի, կեղտոտվել էին, այդպես